Մեր նախագծի առաջին հյուրը կլինի Խնձորեսկի հիմնական դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Անահիտ Հովակիմյանը։ Բարև, մամ։ Բարև, Շաննա։ Շնորհակալ եմ, որ ժամանակ հատկացրեցիր, որպեսզի մասնակցես մեր նախագծին։ Գիտեմ, սիրով համաձայնվել եմ։ Վերջերս ես վերադարձել կարճատև ճամփորդությունից Դուբայից։ Պատմիր մեզ քո ճամփորդությունից, ինչու հենց Դուբայ։ Ճիշտ ասած, լրի պատական է ստացվել։ Տոմսերը առել էր տղաս, հայրիկի 60-ամյակի կապակցությամբ, այնպես որ մեկ էլ գաղափար չունենք, որ պետք է գնայինք, դա ընդհանրապես անակնկալ էր։ Հաճելի անակնկալ։ Հաճելի անակնկալ։ Ինչպիսի քաղաք էր Դուբայը քեզ համար։ Ճիշտ ասած, Դուբայը կարողացավ ինձ զարմացնել։ Նախ գիշերային Դուբայն էր բավականին գեղեցիկ, լուսավորությունը աննկարագրելի, անբացատրելի, ոնց որ հեքիաթայի մի աշխարհում լինեիր, շենքերի բարձրությունն էր, որ օրինակ ես կյանքում այդպիսի շենքեր չէի տեսել։ Ու առատությունը չէ երևի։ Բացի Բուրջ Խալիֆից, որը 800 չգիտեմ քանի մետր էր, ըստ մեր էքսկուրսավարի, մանրամասն բացատրել էր, կոնկրետ չեմ հիշում։ Նրան բավականին երկնաքերեր կային, որոնք ճիշտ է բանով զիջում էին բարձրությամբ, բայց գեղեցկությամբ չէին զիջում։ Ու այդ բոլոր բարձրաքերերը ոնց որ գտնում են մի շրջանի վրա, ու այդ շրջանի կենտրոնում իրենց շատրվաններն էր։ Այդ շատրվաների ելույթներն էլ, ասենց ասեմ, միջոցառումները, որոնք կապված են շատրվաների հետ, մեզ էքսկուրսավոդը, որը ուղեկցում էր, ինքը սկզբից ներկայացավ, որ հետո դուք կուզեք կջնջեք Շուշի, սողի պատմում եմ, որ մայրս ազերբայջանցի, հայրս ես Թուրքիայից եմ, մայրս ազերբայջանցի, հայրս թուրք է։ Միանգամից առաջին պահից բնական է, թուրք է, հա, ասեց։ Միանգամից զարմացած ասեմ, մի տեսակ վախ կար մեջներս ու ես շատ բան ասեմ, իսկ մենք հայ ենք, ասում եմ, ես գիտեմ, որ դուք հայ եք։ Ու ինքան բան ժպիտով էր այդքան ասում։ Ասեց ուղղակի ինձ ձեզ համար ընտրել են, որպեսզի ես ձեզ ռուսերեն բացատրեմ, որտեղ այնտեղում դիմում էիր արաբերեն լեզուն, ոչ մեկը չէինք հասկանում, մեկ էլ անգլերեն չգիտեինք։ Ու այդ տղայի բացատրությունը այնքան մեզ օգնեց, ամբողջ քաղաքինքն է մանացել մեզ, մանվել բացատրել։ Մի խոսքով որ հասանք այդ շատրվաների մոտ, ես այդտեղ մի քիչ գլուխ էի գոմ, ամենտեղ էլ ես իմն էի պահում, ասում էի, գիտեք որ մենք էլ Երևանում շատրվաներ ունենք, ինքն էլ է երկող շատրվաներ, ինքն էլ է գունավոր, բան ասում է, տեսա որ շատ եմ բանանում, ուզում բարձենամ մեր շատրվաներով, ասես դե լավ չեմ խոսում, բարձ չեմ ասում, դուք կգնաք կհասնենք այնտեղ, տեսնելուց հետո մենք կարծիքներով կփոխանակվենք։ Ու առաջինը որ հետո եկավ, ասում մի ժամ հետո կհանդիպենք ասում վայրում, դե մենք չգիտենք, մեզ մի վայրում կանգնեցրել է, մի ժամ հետո պետք է հանդիպեինք այդ շատրվաների մոտ։ Որ հետո եկավ առաջինը դա էր ասում, հա, ինչ կարծիք եք Դուբայի շատրվաների մասին, արդեն չգիտի չտայելի ուզում գովեի, բայց ոչ թե մերը վատ է, ես դա չեմ ասում, բայց նրա շքեղությունը, բարձրությունը, չգիտեմ, երգի ընտրությունը, առաջին դասական երգեր, երկրորդը արաբական, չգիտեմ, ազգային չէր, ես չգիտեմ էլ, ինչ երգեր, արաբական երգեր, ցնցվել էինք, ու ոչ միայն ես, ինքանի մարդ կար, երևի միլիոնավոր մարդ կային այնտեղ, ասեղ գցելու տեղ չկա այդ պահերին, ու գիտես ինչն էր զարմանալի, այդ պահին, որ գիտեմ, միջոցառումը սկսվում է այդ շատրվաների հետ կապված, բանը, Դուբայ մոլն է, Դուբայ մոլը սենց բանի նման, մորչուների նման մարդիկ դուրս են գալիս ու բոլորը դեպի շատրվաները, բոլորը վայ, այ, օй, չգիտեմ ինչ հնչյուններ, մեկ էլ որ պրծնա կես ժամ դադար է, մեկ էլ մարդիկ գնում են առևտրի, մեկ էլ կես ժամ հետո նույն բանը կրկնվում է, ու մի ինչ ասեմ, ներկայացումը շատրվանի ենթադրենք, այն մեկից բավականին տարբերվում է։ Մի խոսքով կարողանում է Դուբայի յուրաքանչյուր բանը, որ մենք եղել ենք տեղը, վայրը, կարողացավ մեզ ապշեցնել։ Այսինքն ամեն ինչ անում են, որ տուրիստը այնտեղ իրեն զգա շատ լավ, զգա ազատ, անվտանգ ու
ապշած այդ վայրից գնա։ Առաջ օրը որ գնացել եք այդ մեր այդ պահերից զարմացակ, հաջորդ օրը այդ պահերից զարմացակ, այսինքն երրորդ օրն էլ մի ուրիշ ամեն անգամ ուր գնացել ենք ասում ենք այսօր ավելի լավ էր։ Դու մի ասա հաջորդ օրվան ավելի լավ է լինելու, այսինքն մինչև 7 օր այնտեղ եք եղել։ 7 օրվա մեր տեսածները բոլոր իրարից տարբերվում են ու 7 վայրերն էլ կարողացան մեզ զարմացնել։ Իսկ ընդհանուր մաքուր քաղաք է Դուբայը։ Ինչ է։ Ընդհանուր Դուբայը մաքուր քաղաք էր։ Ոչ թե մաքուր էր, չափազանց մաքուր էր։ Իմիջիալույս այդ հարցը ես տվել եմ մեր էքսկուրսավոդին։ Երկար արդեն մանացելուց հետո, մանգալուց հետո փաստորեն մեկ մեքենայի մեկ ոտքով մի քանի տեղ եք եղել, այնտեղ որտեղ պետք է տեսնեինք։ Զգացի, որ ոչ միտեղ աղբարկղ դրած չէ։ Այդ հարցը տվեց, ասեմ, մի հարց եմ ուզում տամ, բա այս ձեր աղբարկղները որտեղ ա լինում, ես որ չեմ տեսնում ճամփի եզրին, ասեց, բայց ով իրանք ունի աղբնետի ճամփի եզրին, աղբերի թափի ու սենց մասսայական տեղերում։ Ասեց, այս փողոցների կողքերին ընդհանրապես դու ոչ մի բան չեք տեսնի։ Ասեմ, լավ, բա մարդիկ իրանց աղբին չեն անում, շատ հետաքրքիր, ասեց, յուրաքանչյուր հիմնարկություն ասեց, չգիտեմ ինչ ասեց, ինչ որ ընկերություն կա, թե շենքեր են հավաքվում, գուցե այդ մարդը լիզլավրիսես բաց հասկացա, որ 4 տեսակի աղբարկղներ է տրվում այդ մարդկանց, այդ խմբին։ Թե այդ խումբը ընտանիքներ են, թե այդ խումբը այդ բիզնեսի, ես հարցում եմ, շենքերում բնակիչներ կան, ինքնազգային հիմնական բիզնես կենտրոններ են սրանք։ Ասես դրա իրենց տրվում է 4 այդ աղբարկղները, որը մեկը բանի համար է, պլաստմասայի շշերի համար է, մեկը բանի շշերի համար է, ապակյա շշերի համար է, երրորդը ներկայացվում է որպես թղթերի թափոնի համար է, չորրորդը սնունդ է։ Ու ըստ իր բացատրությունների, այդ որ լցվում է այդ ամանները, իրենք կարող են այդ թափոնը վերածել գումարի։ Գալիս են տանում են, իրար չեն դնում։ Ասենք կազմակերպված աղբանություն կա քաղաքում։ Երևանում, հա, հիմա Երևանում էլ արդեն կա։ Երևանում բոլոր փողոցներում աղբարկղ է դրված, այնտեղ ոչ միտեղ չես կարող տեսնել դու։ Այնտեղ հատուկ այդ մարդկանց հավաքված կետում դրված է։ Ասկն իրան գիտեն որտեղ է դրված, որը չի երևում։ Ու այդ հարցը տվեցի, ասեց, այստեղ գիշերցերիկ փողոցները մաքրում են, ու ես էլ հետո իմ աչքով առավոտը տեսա, որ բանը հատուկ մեքենաներ կան, որոնք ներքևը փոշեպուլի նման սենց սարքերով էին։ Ու առավոտցեքին այդ մարդիկ այդ փողոցները ավլում էին, այդ մի մասը այդ մեքենայով էր կատարվում, իսկ մնացածն էլ տեսել եմ։ Իմ աչքով ես փաստորեն զարմացել էի, որ բանը ավելի ձեռքին տղամարդիկ փողոցները ավլում էին, ընդհանրապես ավազ էր հիմնականում։ Այդ ավազոտ անապատային երկրում ավազը մաքրում էին, փողոցները սենց կարելի ասես պոպլում է։ Մաքուր, փայլում է։ Աշխատողները հատուկ հագուստով տենց, որ երևա էլի, հա, համազգեստով էին։ Համազգեստով էին, նույնիսկ ես նկատեցի, որ այդ մարդիկ, որ աշխատում էին, ոչ թե նրանց հսկում էր, այլ մեկը գալիս էր իրենց կատարած գործը նայում էր, ստուգում էր, ձեռքով ասում էր, աստեղ ոնց որ լավ չեք ավլել։ Հետո այդ թղամասում, որտեղ մենք էին, բավականին շինարարություն էր գնում, մեզանից աջ, մեզանից ձախ ծավալված էր այդ շինարարությունը։ Ու այդ մեքենաները ավազու բեռնած շատ էին գնում։ Ինչ էր նկատել, որ բոլոր մեքենաները փակ, բոլոր մեքենաները մաքուր։ Ոչ մի մեքենայի անվադողերն էլ որ նայում եք, այ մարդ ասենք ոնց որ փայլել։ Ոնց որ այս մեքենաները առաջորդ են աշխատում։ Մի խոսքով չգիտեմ, ես ապշել եմ մաքրության վրա Դուբայի։ Ծովափի այդ հատվածներում էր, բայց այդքան մաքուր ծովափին։ Ծովափը բավականին։ Ծովի մեջից դուրս եկող մի փայտե համար աշխատողները գալիս էին, իսկ վերջում տանում էին։ Ուրիշ էլ ինչ տեսարժան վայրերում եք եղել։ Ծաղիկների այգին եղել եք։ Ծաղիկների այգում ենք եղել ենք, որ էլի մեզ ապշեցրել է փաստորեն։ Այ ասում եք, դե փաստորեն այն ինչ որ մենք ենք առաջ օրը տեսել, երկրորդ օրն էլ ծաղիկների այգիներ, չէ։ Այդ ծաղիկների այգու էլի մաքրությունն ասեմ, մարդկանց նուրբ վերաբերմունքը, չգիտեմ, այն զարմանքը բոլորի հիացմունքը այնքան գեղեցիկ էր։ Անդադ ուզում ես, ասում ես, ստեղ նկարվեմ, նա գնամ, չէ, ես մի վայր ավելի լավ է, ստեղ նկարվեմ, չէ, ես մի ծաղիկը ոնց որ ավելի լավ է, ստեղ նկարվեմ։ Այսինքն այդ ծաղիկների այգու տերը էլի փորձ է զարմացնել բոլորին։
ու ու ստացվել է։ հաստատ բոլորը կուզեն այդտեղ նորից լինել։ Ու բոլորը ոնց որ մի ընտանիք լինել, բոլորը մեկը մեկին դե չենք հասկանում, ընդհանրենք ուզում ես մեկին, ինքա որ ասում եք ֆոտո, հեռախոսը տալիս ենք, իրանք մեզ բանով սիրո մեզ նկարում են։ Ասկա մի մարդու ոչ մեկ լեզու չգիտենք, այնտեղ տարբեր երկրներից կային։ Հնդիկներ էր, Պակիստանից կային, չգիտեմ, Անգլիայից էր, ռուսներ բավականին կային, ռուսների հետ ենք միայն որ շփվում ենք, բարձ եւ իրար հետ հարցեր ենք փոխանակում, ինչքան փնտրեցիք մի հայ, ոչ մի հայ չգտաք այդ մեծ քաղաքում։ Վերջորի մեկին հանդիպեցիք, չներկայացան։ Հա, չենք հանդիպել, շատ էինք ուզում որ լինեինք։ Ծաղիկների այգուց հաջորդ օրն էլ գնացել էինք անապատը, որ շատ էինք ուզում անապատը իրոք տեսնեինք։ Անապատը ավազնել ինձ զարմացրեց, բացի գեղեցկությունից, որ իրականում անապատ էր իրոք։ Մեքենաներով մեզ տարան, մանացեցին, ման տվեցին փաստորեն ամբողջ անապատում, մի քանի 3 ժամից ավել այդ անապատի մեջ էր։ Ու չես զգում, այդ ժամը ոնց անցավ։ Զարմացած մեկ վերջացավ փաստորեն։ Մենք մեքենաների մեջ, փաստորեն մեզ հետ էլի երկու զույգ էին, տարբեր հյուրանոցներից մեկ վերցրել ենք։ Փաստորեն մեզ ուղեկցողը արաբ էր։ Միշտ ճիշտ ասած հերոսացության որ նայում էի, հերոսատեսության որ նայում էի, ինձ հետաքրքիր էր, ասում էի, «Իս մարդիկ իսկան սպիտակ շորերը որ ակնում են»։ Լավ, բա օրի կան անգամ էլ լվանում, բա չի կեղտոտվում։ Բայց ինչ մաքրություն է սրանց մոտ բան։ Այդ արաբը մեզ առավոտը վերցրել է փաստորեն, առավոտը 10-ից։ Ու մինչև երեկոյան 9 մեզ հետ է եղել։ Այսինքն այս շորը այդ մաքրությունը ինչպես առավոտն եմ տեսել այդ արաբի հակին, այդ սպիտակ ջերմակ շորը։ Մինչև երեկո այդ շորը սպիտակ էր, ասեմ երևի էս ձևա լինում էլի որ այդ շորի սպիտակությունը իր խնդրել եք ինքը մեզ հետ նկարվեց մեծ ուրախությամբ։ Ասեմ ուզում եմ որ լինի մոտս էլի, այն մարդկանց հարցում եմ որտեղից եք, իրար չգիտենք, լեզու չգիտենք, ոչ մի բան չեն հասկանում։ Այնքան որ հասկացանք որ ասում են ինձի, այն մեկն էլ ասեց Ինդիայից ենք, դե հասկացանք որ երկուսն էլ հնդիկ են։ Միասին նկարվեցինք, այդ դրանից հետո նորից էլի ասեց շոու կա երեկոյան։ Գնացինք շոուին մասնակցեցինք, անապատի հետ կապված ինչ որ կետ կա։ Այդ շոուն էլ կարողացավ զարմացնել։ Բացի նրանից, որ այնտեղ պորտապար կար, պորտապարն էլ էր հետաքրքիր մեզ, բայց պորտապարը մենք ուղղակի ուրիշ տեղել էինք տեսել, չէ՞ որ մենք առաջ անգամ ենք տեսնում։ Հետո եկավ մի տղա, որ իր համարով էլի զարմացրեց, երրորդ համարը մի հատ յոգ էր, որը ապշեցուցիչ բաներ էր անում։ Բոլորս ասում այնտեղ մենք չէինք, որ զարմացած նայում էինք կամ չգիտեմ մարդկանց ծափերի տարափից արդեն հասկանում էր, որ արդեն այս մարդու կատարածը, այս մարդու արածը նիշ որ ամենտեղ ենք տեսնում։ Մի խոսքով շատ հետաքրքիր, շատ հաճելի էր։ Զարգացած շատ տեղեր կան, շատ։ Ինձ այդ մեր էքսկուրսիավարը տարավ, մեզ տարավ բանի ինչ որ ասես Դուբայի առաջին բանն է, հյուրանոցն է։ Ճիշտ է չենք մտնել, որտեղ չի կարելի, բայց գոնե հերվից տեսեք, ինքը Պարուս է կոչվում։ Եվ իրոք որ գնացեք Պարուսի նման էր, Արագաստի նման էր։ Ինքը Պարուս էլ կոչվում է հենց։ Ասում ու բացատրեց որ բավականին թանկ հյուրանոց է, այստեղ մեկ օրվա համար պետք է վճարես $3000 թվերը ասեց, ասում լավ ինչ կա որ այդքան թանկ է, ասեց ներսում այնքան թանկարժեք, ամեն ինչ այնքան թանկարժեք է, ոսկե ջրած է, չգիտեմ ինչն է, ոսկի ինչ չի ոսկի բան, սպասքը, հետո հա իրականում է ձև է, ոչ թե ինքը ինչ որ բաներ անում, ինքը ցույց տվեց, նկարներով բանով ցույց տվեց, ներսի իր մոտ հեռախոսով ցույց տվեց։ Հետո մեր որի կանք մեր հյուրանոցը ասեմ իսեր ասո ես գոհ եմ մեր հյուրանոցից էլ շատ գոհ եմ որտեղ մերն էլ բավականին կարևորը հետաքրքիր ժամանակ եք ունենում։ Հյուրանոցի մաքրության մասին եկեք ասեմ։ Բայ ահա որ չգիտեմ ինչ մաքրություն ասեմ որ պատկերացնեք։ Նույնիսկ վերջի օրը մենք երևի իրեն գիտեն որ մենք առավոտը պետք է մեր չվերթներ արդեն։ Հա, մանից եկել ենք, էլի Դուբայից եկել ենք, էլի էքսկուրսիավար եք վճարել ու գնացել եք էլի ման գալու։ Երեկոյան այնքան ուշ ենք եկել, որ մենք չենք էլ հասցրել ընտրել։ Արդեն վերջացրած էր։ Հա, էլի դուրը բացել ենք, տեսել եք լրիվ սենյակը մաքրած, փայլում է, ամեն ինչ դրած, կոկեկ։ Զարմացել եմ, ասում եմ մարդ լավ, ընդամենը 4 ժամ եք քնելու։ Իրանց ֆունկցիան պարտականաչ կատարում են, էլի։ Հերթականություն այսքան այնտեղ
մարդիկ վերաբերում են իրենց աշխատանքին մեծ պատասխանատվությամբ։ Հիանալի է։ Շատ հիանալի է։ Նույնիսկ հյուրանոցի աշխատակազմի այն ժպիտը դեմքներին, հա, ժպտեր ես բոլորը։ Հենց մոտենում է սերվից արդեն։ Good morning, good morning, որ ուժի բան չէին ասում, okay, մեկ էլ պատասխանում եք, okay։ Այդպես։ Սպասարկումը բոլոր տեղերում է։ Հա։ Սպասարկումը բոլոր տեղերում է այդպես բարձր թե զուտ որ հյուրանոցը վճարված էր, դե որ իրենք իրանց պարտքն է այդ որ այդպես պիտի սպասարկեն։ Ճիշտ ասած երկու տեղ եք նստել ընդհանրապես ճաշելու։ Հա։ Երկրորդ տեղն էլ վատ չէր։ Բայց հյուրանոցի ճաշարանում եւ իր սպասարկման ընդհանուր բանը վիճակը բավականին բարձր էր։ Իսկ կպատմես խոհանոցից համ տեղական համ էլ կար ինչ որ հետաքրքիր կերակրատեսակ որ զարմացրեց։ Ճիշտ ասած շատ բաներ չենք էլ հասկացել, աշխատել ենք փորձել ամեն ինչ։ Խոհանոցն էլ բավականին հարուստ էր։ Ահռետեր ամեն ինչ երևի ավելի շատ։ Ինչեր է ծովամթերքից բացի ամեն ինչ էր, օրինակ մրգերը, գրեյփֆրութ, ամեն ինչ։ Այնտեղ մի անգամ եք խաղող հանդիպել, որ մեզ համար բաներ ասում կա, խաղող այսօր։ Ծիրան կար։ Կտակած մրգերի մեջ էլ բասուրը մենք չենք հասկանում ինչ է այդ մրգերը, որտեղ մեզ համար անծանոթ էր։ Միայն խնձորն եմ ուտելուց ասեմ, սա խնձոր է։ Միայն խնձորն եմ հասկացել, որ խնձոր է։ Ունասած թե ինչ եմ կերել, չգիտեմ էլ ինչ եմ կերել։ Բայց խնձորը նման էր օրինակ, որովհետև ասում են նեղի ամեն ինչը ոնց որ արհեստական համով է։ Այդ բաժինը կտրտած է լինում, այդ մի մասը կտրտած է լինում մրգեր։ Տարբեր մրգեր կտրտած, այնքան որ պատրաստ է։ Այդ կտրտածների մեջ միայն խնձորն եմ իմացել։ Մեկ էլ մի հատ կիվի նման կար։ Մտածում էի գուցե կիվի է, բայց գույնը շատ բաց էր, կիվին մեզ մոտ կանաչ է։ Հա։ Այնտեղ սպիտակավ ուներ, թե ինչ էր չգիտեմ։ Համենայն դեպս խոհանոցի բանը անձնակազմը նախ հագուստը միաձև հագուստ գոգնոսներով բարեհամբույր, չգիտեմ, ու մրջուներին ման աշխատում են, շատ կարևորը դա է։ Հենց մի ապստե կեղտոտ մոտը դնում ես, մոտենում են ֆինիշ, հասկանում եք, որ սա հարցում է, որ վերջն է փաստորեն։ Սից գլխով ասում ենք, այո, մարդիկ տանում են։ Հյութերի առատությունը, չգիտեմ, թեյերի առատությունը, առավոտվա եւ երեկոյան ընթրիքի տարբերությունը, ամեն ինչ կազմակերպված, ճիշտ կազմակերպված աշխատանք էր։ Հյուրանոցը քանի աստղանի էր։ Ասում են 5 աստղանի, ըստ գումարել երևի 5 աստղանի հյուրանոց էր։ Ռավե լա մեր։ Այնտեղ ջովեր, ասեց բառը թարգմանեց, ասեց երևի բան է կոչվում լողապ։ Մենք առաջին լողապում ենք եղել, այսինքն մենք հեռու չեն գնացել։ Հենց հյուրանոցը լողապը իրար մոտ է։ Արի ջրից խոսենք։ Մաքուր։ Հենց հյուրանոցից դուրս էր գալիս տաք ջուր։ Ծովը մոտդ է։ Ոսու ծովը ոտերի տակ փռած լինի։ Ջերմաստիճանը ինչքան էր այնտեղ։ Չեմ բան արել, բայց տաք, որ չես էլ ուզում ջրից դուրս գաս։ Դե հա տաք երկիր է Դուբայը։ Տաք քաղաք է Դուբայը։ Իսկ տրանսպորտը ինչ ձև էր, տաքսիներով էիք դուք պտտվում քաղաքում, թե ավտոբուսներից էիք օգտվում, թե մետրոյով էիք։ Մետրո, ասեց ամենաէժան տրանսպորտը մետրոն է։ Մեզ բացատրեցին, որ մետրոն է։ Բայց որպեսզի մետրոյից դու օգտվես, պետք է նախ մետրոյի աշխատանքը լավ իմանաս այնտեղ, կայարանները ճիշտ հասկանաս, իմանաս ինչ է։ Այնտեղ ես զարմացել եմ, որ մետրոն բան չի։ Մեզ մոտ օրինակ գետնի տակն է, չէ՞։ Մերը Երևանը փոքր է, ես որ ասացի, այդ թուրքն էլ զարմացավ։ Ասում է, մերը ընդհանրապես գետնի տակ չունենք։ Ասում դե ձեր պեսոկ է, ավազի մեջ ինչպես կարող եք դուք այդ գետնի տակ ունենալ, այդպես չէ։ Այդ այն գոտիները, որ հիմա մետրոն տանում է, գետնից բարձր, սրանք ավելի հասանելի են, ավելի էժան է լինում, քան բանը գետնի տակինը։ Ու հետո այդ մարդիկ, որ դուրս են գալիս, էլ աչուձախ չեն գնում մետրոյից։ Էդ էլ էր ինձ համար օրինակ զարմանալի։ Դու չես կարող փողոցի մի կողմին կանգնել, ասես ես անցնում եմ, եւ որ մեր Երևանում ուզում ենք
Այս մասից եք անցնում, կարող մի 100 մետր գնալ, այնտեղ անցում կա գծերով անցնեմ, ես դրա մասին չեմ խոսում։ Այնտեղ այդ փողոցում այդ գծերն չկա, դու չես կարող անցնել։ Այդ մետրոյից դուրս ես գալիս։ Բան է, անցում կա։ Հետիոտի համար, որը գետից բարձրելի է։ Կամուրջի նման սեղված է ու փակ վիճակում։ Բոլորը այդտեղով անցնում են։ Անցնում են եկել գնում են հաջորդ տեղը ու գիտեն որտեղ են գնում։ Անցումները կան։ Քիչ-քիչ Երևանում էլ արդեն կան այդ։ Լայնությունը այնքան շատ, փողոցների լայնությունը, փաստորեն 5 անցում 10 անցում ունի ամենամեծ բողոքան։ 5-ը մի կողմին, 5-ը մի կողմին։ Այսինքն դու 10 անցում չես էլ կարող անցնել։ Ոչ մի մեքենա քեզ ճանապարհ չի տա։ ու դրա համար այնտեղ կանգ առել չկա մարդկանց համար։ Մարդկանց այդ տրանսպորտը, որ պետք է ծառայի, դա այդ ավտոբուսների համար հատուկ կանգ առ է։ Մենք տաքսիներով եք մանենք, որտեղ մենք հիմնականում լեզու չգիտեինք, մետրոյից օգտվել չգիտեինք։ Բա ավտոբուսները ոնց է, ինչ կտրոններով պիտի, եթե որոշում ես ավտոբուսներով պատտվես։ Չէ, մենք չենք կարող։ Կոնկրետ այնտեղ լավ լեզու պետք է իմանաս ու լավ անգլերեն, անգլերենից բացի լավ էլ գաղափար պիտի ունենաս մետրոյից։ Չէ, իսկ ավտոբուսները ինչերը իրենց ավտոբուսներն էլ են Երևանի նման այդպես կտրոններով կամ այդ QR-ով կամ չգիտեմ քարտերով։ Ինչպես չեմ մտել, բայց շատ հանգիստ ավտոբուսներ էին։ Զգում եմ իրանց այդ մեծ մեր ավտոբուսների նման, այդ մեծ ավտոբուսների նման ավտոբուսներ էին։ Ինքը ինձ ինչ ասեց, ուղղակի ասեց, որ այս ավտոբուսների փողոցը չես կարող խառնել էմի փողոցների հետ, այսինքն դու գիտես, որ սա ավտոբուսների փողոցն է, այս բանի փողոցն է, մեքենաների փողոցն է։ Այդ մետրոն էլ ասեց առանց վարորդի է, ասեց մեր մետրոները, ասեմ մեր մետրոն շատ եղեցիկ է, այնտեղ գում էի միշտ անդադ մեր մետրոն, հա, մենք սենց, մենք այսպես, ասեց դու չի կարող մեզ զարմացնել մետրոյով, ասեմ ինչու, ասեց որտեղ մեր Դուբայի մետրոները առանց վարորդի են։ Բոլորը էլեկտրական, բոլորը ռոբոտ համակարգով է գործում եւ այնպես որ ակետից գնում է բեկետը առանց վարորդի։ Արդեն սուսարեցի։ Զարգացած քաղաք։ Ուզում ես Շաննա ջան, մի բան էլ դպրոցների մասին պատմեմ։ Երկար գնալուց հետո այդ շենքերը վայելելուց հետո բավականին ապշելուց հետո իրականում մի շենքը մի շենքից բան է, գեղեցիկ է։ Բոլոր շենքերի վրա գրված է EMR, անգլերեն EMR։ Հարցրից ասեմ, լավ, էս շատ է գրված էլի, էս ինչ է, ինչու է գրված է, ասեց դա այդ մարդն է, այդ այն գազམ་ակերպությունն է, որի ղեկավարությամբ այսքան շենքերը սարքել է։ Ասեմ, բարդա դրա բոլոր շենքերի վրա, դե մի երևի մի 50 շենքի վրա գրած է։ Ու շատ մեծ, ու գիշերը այդ EMR-ը հերվիս լուսավորված երևում է։ Ասեց, գիտեք ինչ, իր համար հպարտություն է, որ ինքը կարողացել է իր ժողովրդի համար այսպիսի որակի շենքեր կառուցի։ Ասեմ, կարող եք Երևանում որոնք դա չընդունեք։ Կասենք լոպազություն է։ Հա, ասենք լոպազություն է, չգիտեմ ինչ ասենք։ Օրինակ կա, չէ՞, մենք էլ Երևանում գիտենք, որ այդ նշանը այդ ինչ մարդունն է։ Ասում եք, ինչ կարիք կա, որ ինքը այդ բանը ցույց տա։ Իսկ այնտեղ այդ մարդը ասում է, դա հպարտություն է, ասում է։ Այն նորակառույց շենքերում էր ուրիշ բաներ գրած, mä չգիտեմ ինչ անուններ գրած։ Ցույց տվեց, ասում տեսնում ես, հիմա որ մյուս տարի գաք Դուբայ, այս փողոցների վրա բոլորը այս անունն է գրած լինելու, այս մասն է գրած լինելու։ Այդ շենքերի մեջ հա, ինչ է ասում, հասցրեց ասեմ, դու կարող եք ցույց տալ մի դպրոց, մի շենք, որը դպրոցն է ձեր։ Ասեց, չէ։ Մտածեցի, որ դպրոցների տեղը չենք երևի։ Ասեց, այդտեղ չկա, դպրոց շենք գոյություն չունի։ Ասեց, որ դպրոց չեն գնում երեխաները։ Ասեց, այդտեղ կրթությունը փաստորեն վճարովի է։ Եվ նույնիսկ հաճախ կարող է խալեֆը իրեն թույլ տա ուսուցիչներին է տանում իր ինչն ասեմ, իր շենքն ասեմ, իր տունն ասեմ։ Ոստեղ մասնավոր է, վճարովի է։ Հիմա կարող այս շենքերից միտեղ մի մարդ վերցրել է վճարովի դպրոց կա, վճարովի ուսում կա։ Բայց ես չգիտեմ այդ որտեղ է, որ ես ասեմ, տեսեք, սա մեր Դուբայի դպրոցն ասում, այդպեսի բան չկա։ Հետո ասեց այդ տարական ավարտարական չասեցինք, ասեց այդ սկզբնական ուսումից հետո այդ խալիֆները իրանց երեխաներին ուղարկում են Օքսֆորդ, Քեմբրիջ, գիտեմ տարբեր տեղեր են ուղարկում, որ որակյալ մարդ դառնան բանով ինտելիկով։ Վերադառնան իրենց բիզնեսին տեր կանգնեն։
Ես զարմացած ասեմ, բայց դու գիտեք մեկ ինչքան դեպրոցներ ունեք, ինչքան վեր ունեք, ինչքան բան ունեք, համասարաններ ունենք, ակադեմիաներ ունենք, գյուղ ունեք, 2 դպրոց ունեք, բան։ Ասում եմ, ո՞ց, բա այդ ինչ եք անում։ Ասում դե չգիտեմ, սովորում ենք։ Կրթվում ենք։ Հա, ասեց կրթվում սովորում են, ասում երեխաները սովորում են, բան։ Ասում հետո մեր ազգը շատ խելոք է, բան, դե սկսեցի գովելը։ Ու ինքը որ պատմեց բանը Դուբայն եմ ասում, ընդհանուր Էմիրատների պատմությունը, ասեց սկզբում փաստորեն 7 խալիֆներ են եղել, այդ իրենց խալիֆայությունները տարբեր են եղել, առանձին ապրել են։ Այդ որ հիմա ասում ենք արաբական Էմիրատներ, դրանք ստեղծվել են 1972 թվականի դեկտեմբերի 2-ին։ Այդ երկուսը ասում է իրանց մոտ բան է, տոն է, նշում են պետության կազմակերպման օրը։ Մեծ միջոցառումներ ունենք ասում։ Ասեց այդ խալիֆը, որ կարողացել է վերջին 7-րդ խալիֆին համոզի, որ անգլիացիները գան այնտեղ ներդրումներ անեն, զարգացնեն եւ այլն, իրանց էլ բաժին տան։ Ասում են Դուբայ, էլի է Դուբայում ասում, արաբական Էմիրատների բանը սկիզբը դրանից է եղել, որ կարողացել են միավորվեն։ Հետո անգլիացիները եկել են, բայց փաստորեն հիմնական հարստությունը մնացել է էլի խալիֆների ձեռին։ Ընդհանրապես ասեց ունեք 11 միլիոն մարդ, 11 միլիոնից միայն 2 միլիոնն է մաքուր արաբ։ Մնացածը մաքուր արաբ չէ, մնացածը այլ տեղերից եկած մարդիկ են։ Ու ասեց արաբները այստեղ խավ են, որոնք ունեն շատ արտոնություններ։ Պետությունից են օգտվում, պետությունը իրենց այս առավելությունները է տալիս պատմեր ինքը։ Որպես բնիկ տեղացի մարդ, էլի։ Եթե ասեց ռուսը, հայը ուրիշ երկրից գա արաբի հետ ամուսնանա, ինքը չի կարող օգտվել այդ արտոնություններից։ Նույնիսկ իրենց երեխան չի կարող օգտվել արտոնություններից, ինքը ասում է մաքուր արաբ չի կոչվում։ Պետք է 3 պորտ անցնի, նոր 3 պորտից հետո ասեց իրենք կարող են այդ պետական արտոնություններից օգտվել։ Ու պատմեր, ասեց տեղի բոլոր այս շենքերը որ ցույց էր տալիս, ասեց այստեղի բաները, փաստորեն ոստիկանության աշխատողները, բանը շինարարության գլխին կանգնած, այսինքն ինժեներական աշխատողները, ադմինիստրացիաները, կառավարական օրգանների աշխատողները, բոլոր մաքուր արաբներ են։ Իրենք չեն կարող այլ գործ կատարել, իրանք իրանք չունեն։ Այսինքն իրանք պետք է լավ ապրեն, իրանք պետք է ապահովված լինեն, իրանք պետք է կառավարեն։ Իրենք հրաման տվողներն են։ Ահա, ասեց ինչքան աշխատողներ դու տեսնում ես, նրանք օտար երկրից են այստեղ։ Ճիշտ է, կարող է մեր բնակիչը լինել։ Կոնկրետ ինքը ասում է 14 տարի է որ այստեղ եմ Դուբայում։ Ես Թուրքիայում եմ ապրել, այնտեղ ամուսնացած եմ եղել, ընտանիքս թողել եմ, եկել եմ այստեղ ամուսնացել նորից։ Բայց ես չեմ կարող արաբ բան կոչվել, արաբ կոչվել։ Ինչքան էլ կինս արաբ լինի։ Հա։ Էլ ինչ հետաքրքիր բաներ կա։ Այնտեղ մի օր էլ մեծ տարավ բանը, այնտեղ շատրվաներ են Դուբայի մոլում հենց։ Այդ երկրորդ օրը որ գնացել եք, այդ մասում էլ ինքը պատմեց, որ այնտեղ փաստորեն այդ շատրվանը թափող ջուր է, ոչ թե գետնի տակից է շատրվանը, ասենց ասենք, բանի նման, ջրվեժի նման է ջուրը ասենց կլոր թափում է, շատ հետաքրքիր է սարքած։ Ընտիր լուսավորությամբ, գեղեցիկ լուսավորությամբ, ու ինքը մեզ պատմել էր, որ ասում առաջին բանի Դուբայի առաջին ոչ միայն Դուբայի, Էմիրատների առաջին հարուստները եղել են մարդիկ, որոնք հասկացել են, որ ջրի մեջ մարգարիտներ կան։ Իրանք իրենց նետել են ջրի մեջ, ում բախտը բերել է մի 15 մետր խորանալուց հետո մարգարիտ է գտել, բերել են, վերամշակել են, ինչ են արել, ինչ չեն արել, կարողացել են լեզու գտնել մեկի հետ, ծախել են ու հարստացել են։ Որ հասանք այդ բանի մոտ, այդ ջրվեժի մոտ, ասում է, քիչ առաջից ինչ էի պատմել, հա, բանի մասին, մարգարիտների մասին, ասել եք, որ թռնում են ջրի մեջ, բան, ասում դե խնդրեմ, նայեք, այս արաբները արձանիկներ են փոքրիկ, օդում կախված մարդիկ են փոքրիկ։ Ասում կարող է մարդը ինչ հասկանա, բայց հիմա ես բացատրում եմ, որ դուք իմանաք։ Այս մարդիկ այդ ջրի մեջ տես թռնում են ջուրը, ընկնել են ջրի մեջ, որպեսզի կարողանան մարգարիտների գտնեն։ Ասեմ լավ, այսքան ուրա մեկ ման է գալիս, բայց ոչ մի հուշարձան ցույց չեք տվել։ Ու ես իրան պատմեցի, ասեմ, դե ես ասել էի, որ մենք ասեմ 2 դարուց եմ ասում, հազարամյակից ավել պատմություն ունեք։ Ու պատմեցի, բան, իմջալուց ինքը տեղյակ էր։
Երևանից գաղափար ուներ, բավական ինչ որ բաներ գիտեր, էլի, ինձ չէր որ անտարբեր թուրք էր։ Նույնիսկ երազում էր, ասում է, կերազեմ որ մյուս տարի գամ Երևան եւ միասին ճաշենք, որևէ մեկտեղ նստենք ռեստորանում միասին ճաշենք։ Հա, ու շատ լավ կլինի, ասում է, որ դուք ել գաք Բաքու, զանգեիք, ասեք, վյուսալ ես Բաքու եմ, եկեք միասին գնանք միտեղ հանդիպենք, բան, ասեմ, Աստվածանի այդպես խաղաղություն լինի երկու պետությունների միջև։ Ինչն էր պատմում, ասեմ, գիտեք որ մեկ քանի արձան ունենք, նկարիչների արձան ունենք, կոմպոզիտորների արձան ունենք, դե անուններով չեմ ասում, որտեվ իրան երևի ես չասացի Թումանյան, ենթադրեք Մարտիրոսարյան, ուղղակի ասում եմ, մենք ունենք, հա։ Ու դա տղավորված է, ժո մարդը գալիս են հասկանում են, բայց դուք ունեք որևէ այս քաղաքում որևէ արձան կա, որ ասենք օրինակ սա խալիֆի արձանն է կամ սա բան է։ Ասես չէ, այս քաղաքը այդ ձևի բաներով չի զարմացնում իրեն որևէ մեկին։ Այս քաղաքում այդ ձևի բան մտածելակերպը։ Միգուցե իրանք են ճիշտ։ Չգիտեմ, ու ես ասացի, փաստորեն մենք 2000 տարվա պատմություն ունենք, մենք կյանքին լրիվ այլ ձև ենք նայում։ Ես չեմ ասում, ասեմ, մեր մշակույթը հին է, հարուստ է, ունենք, ամեն ինչ ունենք, ասեմ մենք, բայց ինձ այս Դուբայը կարողանում է զարմացնել ամեն իր քայլով։ Հիմա ինչ ստե զուգարներ է մտանում, ասեմ, լավ, ենթադրեք այս մարդը եկել է Երևան։ Ինչով կզարմացնենք։ Հա, ես որ տանեմ ցույց տամ մեր այս արձանը, այն արձանը, չգիտեմ բան, իր համար հետաքրքիր կլինի, որնակ ես տանեմ ցույց տամ, ասեմ, դե նայի բան, խնդրեմ, այսա մեր բանի ում ասեմ, ենթադրենք։ Ալեքսանդր Թամանյանի արձանն է։ Որևէ մեկ իրավունելու միտք չունեմ։ Համենայնիվ ինձ դա է զարմացրել։ Այսքան այդ նոր ստեղծած քաղաքը, որը, չգիտեմ, 40 տարվա պատմություն ունի, ենթադրենք, կարողանում է ամեն ինչով զարմացնել մարդկանց։ Դե իրենք որպես հնություն երևի կզարմանան մեր երկրով կամ մեր լեռներով երևի, մեր երկրի ցուրտ բանով, սառը օդով։ Բնական այդ գեղեցկությունը ունենք բնության։ Մեր կանաչը չի կարելի համատել իրանցի ենթադրենք բնության հետ, բայց մենյուն են նրանք էլ այնքան ճիշտ են մշակում ծաղիկները, բնությունը։ Ամբողջ քաղաքը ծաղիկներով պատված է։ Ամբողջ քաղաքը պայմանների մեջ է ենթադրենք, իրանց ծառերի մեջ են, բայց այդ բոլոր ծաղիկների յուրաքանչյուր ծաղկի տակ, որտեղ ինքն անապատային ուղ է, միացված է կաթիլային ոռոգում, որ հիմա մեր պետությունը խնդրում է, որ գյուղացին անցնի կաթիլային ոռոգման, որտեղ դա միակ ճիշտ ձևն է։ Աստեղ ասում են, ինչ են ուզում ես մարդիկ մեզանից, չեն թողում, որ այգի մշակենք, նորմալ մշակենք։ Այս կնդեղ բոլորը, ես նկատել եմ հետո ծաղիկների մշակման տղաներ էի մշակում իմիջալոց, 4 տղա եկան, սկսեցի մշակել, մի ահագին պատշկամբից նայել եմ, շատ հետաքրքիր մշակեցին, իրանք իրենց աղբը հավաքեցին, կապեցին, կապոցներ սարքեցին, դրեցին միտեղ, մեքենան եկավ, այդ կապոցները հավաքեց ու գնաց, միասին գնացին բոլորը։ Այգիներում խաղահրապարակ հետք էլ չմնաց, որ իրանք եկել են ծաղիկ է մշակել։ Եթե ես այդ 2 ժամը չնայի իրանց, կարող է հետո գայ ասի, վայ, բաս սա ուրիշ ձևի էր, այս ինչ կատարվեց այս անկյունի հետ։ Այս անկյան հետ։ Իսկ այգիներում կային խաղահրապարակներ երեխաների համար, ոնց որ հիմա ասենք մեզ մոտ է անդադ նոր խաղահրապարակ։ Ես խաղահրապարակներ չեմ տեսել, այնտեղ դու չես տեսնում որտեղ էի խաղում։ Չէ, ես չեմ տեսել։ Ես ինքը ցույց չի տվել, ճիշտ ասած մեր ուղղորդը ցույց չի տվել, որովհետեւ բնակելի շենք, որտեղ մարդիկ են ապրում, երեխաներ են։ Ինքն ասում է, այստեղ բնակելի է, բայց այդ բնակելի շենքի մարդկանց մեկ չեն հանդիպել։ Այսինքն մենք այդքան չենք կարողացել երևի մենք եղել ենք ենթադրենք թատրոնի շենքեր, որը դրակոն էր կոչվում, ինքը որ պատում էր։ Այսինքն մեզ ինքը ցույց է տվել քաղաքի լավագույն կետերը։ Ու ասեց, որ այդ դրակոնի էլի շենքը նոր է, երևի 20 տարվա պատմում, 20 էլ չկար։ Թիվը չեմ հիշում, այն հիմա կներես։ Ասեց այդ ստեղծողը, որ եկել է, որ միտքը ասել է, որ sense թատրոն ունեմ, ինքը գիտեք ինչ է կոչվում, ատրակցիոն թատրոն, կրկես շոու, ջրի մեջ, ջրի շատ ենք ուզում գնանք, ուղղակի երեկոյան ժամեր, ոնց որ ժամերը չէր համապատասխանում մեր, բայց ստարավ ցույց տվեց արտաքինից տեսել ենք, բացատրեց եւ այլն ու ասեց մեր խալիֆը դինք անունով է ասում ենք որ sense բան ենք անում կարող չէ դժվարանամ ասեմ անունը ասեց ասելա դուք պետք է գաք
եւ մնաք այստեղ։ Եթե որևէ մի պետության մարդ ուզում է ջրի այդ թատրոնը կապված այդ ատրակցիոնի հետ տեսնի, այդ մարդը պետք է իր երկրից գա մեր երկրում տեսնի այդ բանը։ Ասկան էս էլ մի հատ ունիկալ թատրոն է, որը շատ բան կլինի, ցավոք չկարողացանք մտնել, էլի իրանց, ասկան որ գնաս այդտեղ էլի զարմացած դուրս ես գալու։ Դա էլ հաջորդ ճամփորդության ժամանակ։ Կարող այնպես են անում յուրաքանչյուր կետ, որ քեզ զարմացնի։ Ես դա եմ հասկացել։ Շեշտը դրված է որակի, բարձր որակի եւ բանի ապշեցուցիչ դարձնելու վրա։ Որ գնաս ու զարմանալու։ Բերանը դված վերադարձել ես Հայաստան։ Հա, ճիշտ ասած այնտեղ հետո բանը, այդ օթանավականի մեծությունը, ինքնաթիռների քանակը, որ հաշվում էի, մինչև 100-ը հաշվում էի էլի կար։ Ասում եմ, դե չի տեսնում, այն մասը նայեմ, հետո որ եկա տեսա մեր օթանավակայանում ընդամենը 2 ինքնաթիռ, մեկը մերն էր, մեկն էլ Արաբիա, բայ Արաբիան էր, այն մարդ չկար։ Մենք էինք իջան գնացինք, այն ավտոկայանի մեր հայերի դեմքի այն լուրջ լինելը բանը էլին զարմա, այնտեղ բոլոր ժպտում են։ Բոլոր ժպիտով է խոսում, բոլոր մեր էքսկուրսավարը բացատրեց, ասում է դուք որ բանում եք, հյուրանոցում եք, այդ հյուրանոցի հիմնական բանը սննդի հետ կապված մարդիկ, որոնք ճաշարանում են աշխատում, նրանք Ֆիլիպիններն են, ասեց, մի րոպե հիշում, տեսեմ ճիշտ եմ բան, Ֆիլիպիններ են ասում, որտեղ ասում իրանք իծնե, ասում իրանց դեմքը ոնց որ ժպտերես լինի, ոնց որ իրանք ծնվել են այդպես ապրելու, բացատրում էր այդպես, ասես տաքսու վարորդները, հիմնականը որ դուք հանդեպ եք, ասում իրենք Պակիստանից է լինելու, որտեղ ասում հիմնականում Պակիստանից գալիս են այստեղ քաղաքին ծանոթ են, լավ բան գիտեն, տրանսպորտ գիտեն, լավ վարել գիտեն եւ այլն եւ ասում մեքենավարները հիմնականում լինելու Պակիստանից։ Էլ ինչ էր բացատրում, որ շատ հետաքրքիր էր։ Այդ ծաղիկների աշխատողները բանը ասեց հիմնականում Հնդկաստանից է լինում։ Հայերի մասին ինչ ասեց, բա։ Հնդկաստանից են գալիս աշխատում։ Ասկան այնտեղ բազմազգ ու ոչ մեկին ոչ մի բառ չի ասում։ Ոչ նույնիսկ չեն էլ նայում ինչ որ ասկան այնտեղ տարօրինակ ոչինչ չկա, բոլորը հավասար, բոլորը զբաղված, բոլորը երջանիկ։ Հայերի մասին ինչ ասեց։ Հայերի մասին։ Ինքը բան չասեց, բայց որ ես եկա էլի մաս, որ այրապորտում իջանք արդեն։ Մեր հայերի աշխատողների դեմք են այն լուր, դեմքը։ Հա, այն բան որ ասում են անցեք առաջին կաբինա, անցեք երկրորդ կաբինա, էլի այնքան լուրջ են խոսում, իսկ նրանք բոլոր ժպտերով չեն էլ հասկանում, բայց ժպտալով են ասում, անցեք առաջին կաբինետ, անցեք երկրորդ կաբինա, մի խոսքով ընդեղից եկել եմ ես լրջություն էլի որ տեսել եմ, մեկ էլ մտածում եմ ասեմ գուցե մեր վիճակից է, չգիտեմ։ Միգուցե իրանց ապրելու ոչն էլ է ազդում, էլի, չէ, մենք տես, որ ասում ես մի հատ հուշարձան չկա այնտեղ, բայց այդտեղ ամեն քայլափոխի, ամեն ինչ ոնց որ հիշացնի մեր անցյալը, ոնց որ միշտ ֆիքսվենք, ինչ որ անցյալի այդ դառը եսի ինչերի հետ անդադ հիշենք, ոնց որ ամոթ լինի, որ ժպտաս, էլի, չէ, մեզ մոտ կամ հանկարծ մի հատ ուրախություն, մի բան, մի անգամից կողքից ասում են, վայ, նայ, չեն էլ ամաչում, բան, պատերազմական երկիր ենք sense, բայց իրանք կարող է ոնց որ թեթև են տանում ամեն ինչ, առաջ են նայում, ճիշտ է չի ավելի, քան թե ասենք, դե ինչքան նստես ողբաս։ Դե ես էլ եմ այդ կարծիքին, որ պետք է ես չեմ ասում անցյալը մոռանալ։ Հա, չենք մոռանա, բայց անցյալը հիշելու պետք է առաջ շարժվես ու իմանաս, որ ուժեղանաս ու հասնես մնացած երկրների մակարդակին։ Հեշտ հարմարվեցիր Հայաստանին։ Ինչ եմ հասկացել, որ այս կյանքը կարճ է եւ դու պետք է վայելես քո այդ կարճ տրված ժամանակահատվածը կյանքի։ Այո։ Այդքան զարմանալուց, ապշելուց հետո հեշտ հարմարվեցիր նորից քո առօրյային, թե մինչև հիմա դեռ օթերով ես։ Ճիշտ ասած, առաջին երկրորդ օր աշկերտս որ փակում էի, ես փակում էի ոչ թե քնելու պայն նույնիսկ։ Ես դες սերեկնել ես մի բան որ փակում եմ, ոնց որ դեմդ էլի այն պատկերներն են մարդիկին։ Ոնց որ անդամ, նույնիսկ գիշերային պահերի որ մի բան էի անում, էլի դեղ էի։ Աչքից դեմը, մտքերս, ամեն ինչը բան, բայց իրականությունն է, որ ես ապրում եմ Խնձորեսկում, իրականությունն է, որ ես Հայաստանի քաղաքացի եմ, ես սպարտ եմ նույնիսկ։
ու ես մեկ պետք է այնպես անենք, որ ես այդ Թուրքին այդքան շատ բան չասացի, որ համենայն դեպս մենք ասացի մենք 2000 տարուց ավել պատմություն ունենք։ Հա։ Բայց դե պետք է ընդունենք, որ մեր Երևանն էլ սիրուն քաղաք է։ Ուղղակի sense բարձրակերեր չունենք, ենթադեպ այդ մետրո չունենք, բայց շատ բան ունենք։ Բայց ես կուզեի իրականում մենք էլ իրենց նման այնտեղ ամեն ինչ ճոխ է։ Եթե կապես փողի հետ ընդունում եմ, որ փողն է։ Կապիտալ կա այնտեղ։ Բայց մենք էլ այսքան հարուստ եւ խելոք մարդիկ։ Ինչու՞ պետք է մեր կյանքը այսպես լինի, այդ մարդկանց կյանքը այնպես լինի։ Դե երևի միասնականության հարցը։ Ուզեի որ մեկ էլ շատ թեթև ապրեինք, լավ ապրեինք։ Չեմ ասում մենք էլ այդ ձևի շանքերից չեմ ասում որ պարտադիր է ունենանք։ Բայց գոնե կյանքին այդ ես այնտեղ հասկացա որ բոլորը գնում են Դուբայ կյանքը վայելելու համար։ Այնտեղ բոլորը տեղացիներ չէին։ Ես այրապորտում նստած տեսնում էի որ երևի մի ինչքան ասեմ թվով։ Այդքանը գալիս են, այդքանը գնում են օրեկան։ Դե ինքը մեծ տենց զբոսաշրջային քաղաք է համարվում էլի, ամեն դեպքում էլ հաշվի առնենք։ Կարող է հիմա Էմիրատների ուրիշ քաղաք գնայիր, այդ կարգի չլիներ ամեն ինչը, չէ, բայց ասենք Երևանից ավելի ցածր մակարդակի քաղաք լիներ ինքը։ Կուզեի էլի մարդ լիներ, որի հետ ես զրուցեի։ Ուղղակի ես այնքան ուրախ եմ, որ այդ մեր վարորդը ռուսերեն գիտեր, հասուն ինքը թուրք էր, ռուսերեն գիտեր, ասեց գիտեմ, ադրբեջաներեն գիտեմ, դե ադրբեջաներեն թուրքերեն համարյա նույն լեզուն էր։ Անգլերեն գիտեր, արաբերեն գիտեր, եւ ինչն էր դա, քան հիշում եմ հիմա ասեմ։ Այնտեղ հարցրեցի, որ կրթությունը բա դու գիտեք անգլերեն լեզու եւ այլն այդ ընդհանուր արաբները Դուբայում հիմա բոլորը անգլերեն գիտեն։ Ասեց մի բան ասեմ, որը կարող է ձեզ զարմացնեն, ըստեղ արաբը բոլորը անգլերեն է գրած բաների վրա, արաբերեն լեզուից բացի անգլերեն գրված է, ասում իրենք ուզեն չուզեն, պետք է անգլերեն սովորեն, բոլորը անգլերեն գիտեն ասեց։ Ու իրենց ազգային լեզուն ասեց, շատ քիչ են օգտագործում, որտեղ ստե անգլերեն ենթադրենք այդ 2 միլիոն անգլերեն բան արաբերեն գիտի, ընտիր տիրապետում է, ամեն ինչը իրենք բարձր մակարդակով պահում են իրենց լեզուն, բայց այդ 2 միլիոնով չսահմանափակացեց պետությունը։ Դրա համար պետք է այդպես արես, որ բոլորը իմանան անգլերեն լեզուն։ Ու ասեց անգլերեն լեզվի ուսուցումը այստեղ հիմա ավելի կարևոր է նույնիսկ բոլոր ոլորտներում, քան արաբերեն լեզուն։ Դե տես էլի հայացքների հարցա, չէ, բայց հիմա որ մեր հայերը որոշեն, ասենք վերևներից որոշեն, որ մեր հայերեն լեզվից էլ մի բան առավել, ասենք անգլերենը պիտի սովորենք, մենք այստեղ միանգամից բան կլինենք, որ բա մեր մայրենի լեզուն, բան, իսկ իրանք որ իրանք երկրի համար է այդ ամեն, կամ թեկուզ որ ասում ես 11 միլիոն է ների բնակչությունը, մենակ 2 միլիոնն է տեղացի, չէ։ Բայց իրանք չեն ասում, ես հիշում եմ մի երկու տարի առաջ որ հնդիկները պիտի գային արդեն Երևան անդադ հնդիկ, խառնվել էին, վայ Հնդկաստանում գիտեք ինչքան բնակչություն կա, որ հանկարծ ենթադրեք 30 միլիոն եկավ, մենք այստեղ 3 միլիոն, ոնց ենք անելու իրանց հետ, իրանք հեսա մեզ կուտեն, հեսա սենց կանեն։ Այսինքն մենք չենք սիրում, որ ինչ-որ նոր իրավիճակ է հայտնվում, դրա մեջ ոնց որ միանգամից այդ օգտագործենք այդ իրավիճակը ու առաջ գնանք, չէ։ Շահելով առաջ գնանք, իսկ իրանք միանգամից այդ իրավիճակը շահ իրանց են օգտագործում։ Միգուցե դա գիտեք քանի դեռ եմ ես այնտեղ որ հանդիպել եմ մարդկանց, ես ուզում եմ ասել, որ ես Երևանից եմ, հայ եմ, Երևան, Արմենիա, ցավոք սրտի շատ քչեր իմացան։ Ես էլ որ դեմքով որ ռուսի եմ նման Շանա ջան, ասում են, հենց որ մոտենում եմ, որ հարցում եմ, որ չեն հասկանում բան, ասում են իրանք են ասում են Russian Դե չարտիսուսի անում, ասեմ, ահա Russian, Russian, արդեն հասկանում եմ, որ իրենք Ռուսաստանին գիտեն, բայց իմ Հայաստանին չգիտեն։ Դե ոչինչ, մենք էլ այնքան կզարգանանք, որ մի քանի տարուց մեզ էլ բան կանեն։ Բայց կար նենց բան, օրինակ Դուբայում, որ տեսար ու մտածեցիր, որ վայ ինչ լավ է, որ Հայաստանում այս բանը սենս չի, ասենք, լավ է, որ Հայաստանում, ասենք, հենց այտենց է այդ վիճակը։ Ինչ որ մի երևույթ կար, որ մենք ավելի լավ ենք իրանցից, էլի, այդ մի պահով։ Չեմ մտածել ճիշտ ասած, Իրանի կտայի որ ինձ բան լիներ որ մենք շատ լավ լինենք։ Մենք ինչ կարող եմ ասել, երևի չեմ կարող ասել։ Փաստորեն ամեն ինչով իրացրել ա քեզ։
Չէ, ոչ մի բան չեմ նկատել։ Ճիշտ ասած։ Գուցե բաներ կա, ես ոչ չեմ գնացել այդ 7 օրվա մեջ այնքան եմ ուսումնասիրել իրենց կյանքը կամ այնքան ոչ չեմ խորացել։ Ես պատմում եմ այն, ինչ որ պատմել է մեր մեքենավարը, ընդամենը։ Դե ինքն էլ պետք է ամենալավ բաները պատմի, էլի ցույց տա, չէ՞։ Դե բնական են էլ լավ կողմերն է պատմել։ Հա, լավ կողմերը չէր պատմի։ Փողոցներում ոչ մի լար չկա էլեկտրական։ Ոչ մի, բացա այդքան լուսավորություն ունեն, ոչ մի էլեկտրական լար չես տեսնի փողոցում։ Հողի տակով Բոլորը գետի տակով։ Այո։ Հետաքրքիր է, չէ՞, իրանք պատերազմական երկիր չեն, բայց մտածել են այդքանը։ Այդքան լուսավորված, ասում եմ, լուսավորված քաղաք առանց լարի։ Ու յուրաքանչյուր շենք իմիջիալուց իր արտաքին լուսավորությունն ունի։ Բացի փողոցային լուսավորությունից, արդեն լույսերը որ վառում են, 6-ին բոլորը վառում են, մեր հյուրանոցները արդեն գիտեինք, որ վառելու է փաստորեն։ Մեր հյուրանոցի լույսերը տարբերվում մեր մյուս հյուրանոցի, մեր շենքի լույսերը տարբերվում են մյուս շենքից, մյուս շենքը մյուս շենքից։ Մեր կողքին կար մի շատ լուսավոր ու շատ sense սիրուն, չգիտեմ ինչ ասել, մի շատ ոնց որ մի հատ sense ծաղկի նման շատ հետաքրքիր շենքեր։ Դե առաջ օրը նայել չեմ հասկացել, երկրորդ օրը չեմ հասկացել։ Այդ որ գնացել ենք մանգալու մոռացել էի այդ մարդուն հարցնի։ Հաջորդ անգամ որ մեզ բերեց հյուրանոց, ասեմ մի բան հարցնեմ։ Էս մեր դեմի շենքը, ինչ շենք է։ Ասում ձեր հյուրանոցն է։ Ասում չի, ես նա չեմ ասում, էս լուսավորը, ինչ շենք է։ Ասում այստեղ շենք չկա։ Զարմացած ասեմ, այս լույսը, այս ծաղիկը ինչ է, ասում սա ավտոմեքենաների parking է։ Ասեմ ոնց, ասում ընդամենը։ Ուրեմն 4 արկանի լուսավորված, ասենց կլորաձև։ Դե երևի վճարովի կլինի, առանց վճարովի բան չի, այդտեղ ոչ մի ամեն ինչն է վճարովի։ Այսքան այնտեղ ամեն աշխատանք իր գինն ունի։ Եթե այդ մարդը կառուցել է դա, ուրեմն ինքը պետք է այդ մեքենան կայանելու համար փող վերցնի։ Ու ես հետո եկա ասեմ, այ քեզ այս փոքրիկ տեղում 4 հարկով սարքել են մեքենաների համար, ախր մեքենաները փողոցներում էլ չես տեսնում մեքենաներ շատ։ Նույնիսկ հյուրանոցի դեմը որ գալիս են, մեքենան իրանքություն 2 րոպե կանգնի։ Սես գալիս են, պտտվում են ու հյուրանոցի ոչ թե աշխատողն է դա, այլ փողոցի հսկիչն է, այդ հյուրանոցի համար է աշխատում։ Մոտենում է ասում առաջ գնա ձախ գնա մի կանգներ։ Այսինքն այդ տարածությունը պետք է ազատ լինի։ Ոստիկանները շատ էին բայց քաղաքում։ Ինչը։ Ոստիկանները քաղաքում շատ էին, որ այդ կարգու կանոնը։ Ոստիկան չի տեսնի։ Մի ընդամենը 2 օր 2 անգամ հանդիպել ենք բանը բժշկական օգնությունը, շտապ օգնության մեքենաները, որը մերից փոքր է մի քիչ, արդեն ձայնով սիրենա նույնն է։ Ձայնով հասկացանք, որ դա շտապ օգնություն է։ Իսկ ոչ մի միլիցիա, ոչ մի ոստիկան բան մեքենա կամել, ասենք օրինակ մեր մոտ գալիս են, արդեն գիտեք, ասում ենք, հերվից բարեկը գալիս է բան, այնտեղ այդպիսի բաներ չկա։ Այնտեղ յուրաքանչյուրը իր տեղում է։ Յուրաքանչյուրը գիտի ինչ է անում։ Օրինապաշտ քաղաքացիներ են մի խոսքով։ Տուրիստներն էլ ենթարկվում են, էլի ավել պակաս։ Չնայած մեր հայերն էլ ասում են, չէ, որ դրսում ենթարկվում են ինչ որ այլ քայլերի չեն դիմում, բայց ստեղա որ ասենք դե մեր երկիրն է, ասենք կարան աղբել գցեն, կարան բարձրել գորան, կամ ես իմ ավտոն կարան ասենք վազանց անեն, գնան մեկին հաղթեն կամ ես իմ ինչ անեն։ Դե չես տեսնի։ Ինձ իրավունք չունես։ Ես ասում եմ, ես ապշած իրենց այդ աշխատասիրության, կարգուկանոնի, մաքրասիրության, չգիտեմ, ինչքան պատմեցի, երևի ձեզ էլ դուր եկավ, ես թվում է։ Հաջորդ երկիրը, որը կուզենայիր, որ գնայիր։ Ճիշտ ասած միշտ երազել եմ Եվրոպա ես գնում, Ֆրանսիա։ Հա, քեզ կսազա։ Մեկ անդեղել են ասել Russian։ Իսկ կպատմես ինչ-որ ծիծաղաշարժ մի պատմություն մեզ ճամփորդությունից հետ։ Ճիշտ ասած շատ բաներ չի եղել ծիծաղի հետ կապված կամ ծիծաղաշարժ այդ պատմություններ, բայց որ գնացել ենք Դուբայի ակվարիումը, այնտեղ ճիշտ մեկ ներս ենք մտել, օրինակ բոլորը դրսից նայում էին, հեհանում էին, բան, դե մեկ ներս մտանք,
Մուտքը վճարով էր։ Ապշած էինք, այդ ձկներով շատ սիրուն էր։ Դուք հիշում ես մեկ փոքր ժամանակ մեկ էլ ակվարիում ունեինք։ Հա։ Ես միշտ ձուկը սիրել եմ։ Ձուկը ընդհանրապես ձկան հանգստությունը։ Հանգստություն է ապարգևում, հա, այդ ակվարիումն այլը։ Դե ապշած գնացել եք աչեք նայում, ձախեք նայում, բա միջև մտնել է ինչ որ մի կինա, էլի հասկացել եք միան ֆոտո բառը, ուրիշ բան չենք հասկացել։ Ասма սենց նայի, ձկա նայի, բան։ Հա, դե ինչ ասма, մի գլուխներս ենք ավոր սենց ապշած աչեք տանում, ձախեք տանում։ Հա, բացույն բան հարց ինչ արել է, ես ու հայրիկդ կատարել ենք։ Սուս արեցինք, դե բան էլ չենք հասկանում, ինչ պիտի անեինք։ Մի թուղթ ա տվել։ QR կոդ գար վրան, ասեմ կարող ես, սա այս QR կոդով մենք հետո այս ակվարիումը նայելու ենք։ Ճիշտ ասած մոռացել եմ սկի դրա մասին, չեմ էլ նայել։ Ուսից ուրախացած տեսել ենք, բան չես էլ ուզում դուրս գաս, ասում ես լավ, ես մի ձուկն էլ տեսնեմ, լավ, ես էլ նայեմ, մի կես ժամից ավել սենց բանից հետո հիացած դուրս եկանք, որտեղ մեզ գիտեմ, մեզ կես ժամ ա տվել։ Հա, ժամով էր, այսինքն մուտքը։ Վճարով է, հա։ Մեքենան վճարել ենք, տաքսով էլ եկել ենք, կանգնել ենք փաստորեն, մեզ տվել է կես ժամ, ասես կես ժամից հետո էլի կետնա ասում, դուք կլինեք այստեղ։ Հա, դե հիմա արդեն այդ կես ժամը լրացել է, դուրս ենք եկել արագ ուզում ենք գնանք, որ այդ մարդուն գտնենք փաստորեն։ Այդ նույն կինը, որ մեզ ասում է ֆոտո, տեսեմ հետևից վազում է։ Դե չգիտեմ ինչ էր կանչում, ամենատիպս հասկացանք, որ մեզ էր կանչում, սենց հետ դառնանք, տեսնեմ իմ ու պապայիդ նկարը ձեռն, սենց մի բանի թղթերի վրա գալիս է, սենց հերվիս ցույց է տալիս։ Ասում սա կա ու այս նկարները մեզ է տալիս, ասում է, դե մոտենակ ինչ կասի։ Մոտեցել ենք, տեսել ենք թղթերի վրա այդ մեր նկարներն է տարբեր զարմացած հայացներով ու մի հատ էլ բան ջրի մեջ ենք, ես ու ինքը ակվարիումի ջրի մեջ իբրև ձկներն էլ ա երևում, ձկներին եք նայում բան, հա, դե չգիտենք հիմա մեզ տալիս է պիտի վճարենք թե չէ, ես ցույց տվեց, որ պետք է մեկ վճարենք 35,000 մեր փողերով։ Դե մեկ էլ մեր փողերը միայն ծախսել ենք մանգալու վրա։ Ոչինչ ոչ առել ենք, ոչինչ ոչ խանութից վերցրել ենք, միայն մանգալ, Դուբայի տեսնել։ Մտածեցինք, տանք 35,000 թե չտանք 35,000, ասեմ դե համենայնիվս մեր նկարներն ա, բա ինչ պիտի անել հետո այս մարդիկ։ Հայրս ինձ բալ լուրջ նայեց ինձ ասում Այ մարդ մի ուրիշ տեղ կգնաք, այդ փողերը էլ կպայենք, ասում է ուրիշ տեղ կգնաք, գործ չունես, ասում է, ես նկարները թող տանեն, հեսա ձկների դեմը գցի թող ուտեն, որ չասես։ Կանեմ ծաղել այդ պայի վրա, մենակ էդ էր, որ այդ կինը վազելով եկա, որ մեզ տար, Էլ չվերցրեցիք։ Հա, ասեցինք, փող չունենք, չենք վերցնում, սենց ենք հասկանում իրան, փող չունենք, չենք վերցնում, ասում է, ոչինչ, գնացեք, շատ հանգիստ ինք ընդունեց։ Գոնե նվիրեին։ Քո նկարը թանելվա մի ուրիշ նկար դնի, ասում եք քանել մի մտածի արի, ձուկնել նկարը քուտի կբացնի։ Դե ձևեր, մուտքը ինչ արժեր բա։ Ծաղելի կհամարի, ինչը։ Ակվարիումի մուտքը ինչ արժեր։ Թուղթը մոտ սա չեմ հիշում, ինչքան էր, երևի $100 էլի։ Այդքան 10 մտնես, մի այդքան էլ 10 նկարդ որ վերցնես։ Հա, այդքան էլ պիտի 10 նկարը վերցնես։ Անդեղ $50-ից երևի կսկսվի ինչ որ միտեղ, դե մենք երկուսով ենք փաստորեն $50-100 երևի կար։ Երևի ես հիշում ինչքան էր, իրանց 360 դիրխամ, որտեղ մենք այնտեղ 400 դիրխամ ենք անել, տվել 360 դիրխամ, այդ դրանից եմ հիշում, որը մեր փողով $100 է, $400 մեր փողով $100 է, ամերիկան $100 է, իհարկե ձևեք։ Մի խոսքով արժե, եթե ուզում ես բան տեսնես, պետք է 10 ու տեսնես։ Իսկ այդ ճամփորդության ընթացքում Հայաստանի հետ կապված ինչն էր, որ շատ էիր կարոտում, ասում էիր, «Վայ, երբ կլինի վերադառնամ Հայաստան», թե չէիր էլ ուզում վերադառնայիր։ Երևակա էր Շանա ջան, չենք էլ բան արել։ Չեք հասել կարոտեք։ Բանի անում, ասում, վայ, 2 օր մնաց, վայ, մի օր մնաց։ Կարող է տեղ կա, որ ուզում եմ, որ էլի կուզեի տեսնեի բան, դե բայց բնական է, որ մեր ժամկետը 7 օր էր, մենք պետք է վերադառնայինք, այնպես որ չէ։ Ինչի, որ ասեմ չեմ կարոտել սուտ կլինի, որ ասեմ ձեզ չեմ կարոտել սուտ կլինի, թորնիկներից չեմ կարոտել սուտ կլինի։ Դա պահը վայելել ես։ Հա, ամբողջովին վայելել ենք մենք այդ 7 օրը։ Այստեղ եւ հիմա կարգավիճակում ես էլի եղել։ Օրինակ գիտես ինչն է այնտեղ զարմանալի ինձ համար, որ այդքան լավ, մի անգամ պաղպաղակ փորձեցինք,
դե զորով, էտել զորով եմ իլի հասկացրել։ Միտեղ ասել եմ, ու вас մороженое есть или չեն հասկանում, սենց են անում։ Հետո մի այն հաջորդ տեղը որ կանգնել էինք, տեսա մорожеները նկարած են, էլ չեմ հարցնում, դե մեկա չեն հասկանում, բան, բայց հետո հիշեցի, մինչալուց որ հետո գնացի ձեռներս լվանում, ասում եմ, պապաղակ այսքրեմ էր։ Ոնց ասացի այսքրեմ դայցի։ Հա, ուտեղ բանա, երկրորդ անգամ որ այդ նկարները տեսա, ասեմ, արի բանա, էս թեգուս հայրը տելի չէր ուզում, ասում, ինչ պապաղակ եմ, մի հատ եկել ես դե պապաղակ ես ուտում։ Ասում, ուզում եմ փորձեմ, ոչ թե պապաղակ եմ ուզում ուտեմ, ուզում եմ փորձեմ։ Ու դες էս նկարերա նկարածը, մորի, անանասի, չգիտեմ ինչ էս մի երևի 20 ձևի կար։ Անդրեցիք մեջի սպիտակ գույնը, մտածում եմ, որ ոչ մի բանի չլինի, որ հայրը թավանի։ Ուրեմն կերանք հենց բացեցիք, իրանք այդ շատ հաճույքով մատակարարում են։ Մեր փողով 500 դրամ էր այդ պաղպաղակը։ Այսքան 1000 դրամ եք տվել, 2 պաղպաղակ վերցրել։ Գնացել ենք նստել, որ վայելենք, այդ իրանց են բացած ձևը բան շատ հետաքրքիր էր։ Սենց էլի ձողիկի վրա, ձողիկի տակը սենց հաստ ստվարաթուղճա, ինչ որ հետաքրքիր բան էլի պաղպաղակ նկարած։ Որ վերցրեցինք, պարզվեց, որ դա կոկոսի պաղպաղակ է, որ հայրդ ընդամբի չի սիրում։ Լրիվ կոկոս ու սառեցրած ու ինքան էլ այդքան երևի մի 15 րոպե նստել ենք արևի տակ, այդ արևի շոքին, այդ պաղպաղակը միջև վերջը չաղալվեց, որ արագ ուտեինք, նորմալ ուտեինք, տեղ պիտի գնայինք։ Այդ կոկոսը ինձ զարմացրեց, սպասում մենք չհասկացանք, որ սպիտակն էլ կոկոս է, այնտեղ որ մենք օրինակ ես կարոտեմ մեր լավ պաղպաղակին, որի մեջ ոչինչ չկա։ Այնտեղ այդ ձև չկա, բոլորը մրգային են, բոլորը ինչ որ գույն ունեն։ Դե տեսար որ մի բան կար ամեն դեպքում, որ Հայաստանում ավելի լավ էր, քան մեկ։ Չէ, չեմ ասում որ նես չի որ Հայաստանում լավ բաներ չկար, լիքը բաներ կան։ Օրինակ ինձ տխրեցրեց, որ այնտեղ խաղահրապարակ չկար, ասենք դե ոնց կլինի երեխեքի իրաց մանկությունը։ Գուցե ուրիշ ընտանիքների, գուցե են բնակելի թաղամասերում կան։ Այնտեղ մեզ այդ լողացող ռուսները հասկացա, որ իրանք հենց գալու են տուն առնեն։ Այդ բանն էլ պատմողն էլ պատմում էր, որ այս վերջին 3-4 տարիների ընթացքում հիմնական տուն առնողները եղել են ռուսաստանցիները։ Ու ինքը պատմում էր, որ ինչ որ մի հատ հայ տղա 4 տարի է որ մտածում անունով ազգանունով ասում էր։ Ինքը Հայաստանից եկել է, ասեց, ընդամենը 4 տարի է։ Ու ինքը համարվում է ռեկորդսմեն, իր ինքը որպես բրոկեր է հիմա, տուն է վաճառում արդյունք վաճառքի գործերով։ Ու ոչ մեկ այդքան առաջընթաց չի ունեցել իր պատմության մեջ, ինչքան ձեր հայը ասում է։ Ասել որտեղ մենք խելոք ենք, որտեղ մենք կարողանում ենք իմանանք, կարողանում ենք շուտ կողմնորոշվել։ Մի խոսքով ես գիտեմ, որ մենք հզոր ազգ ենք, ես գիտեմ, որ մենք խելոք ազգ ենք։ Բայց ինչպես իրան եմ ասել, ասեմ մենք 2000 տարվա պատմություն ունենք, դուք ընդամենը 50 տարվա ենթադրենք այս քաղաքի պատմությունը։ Բայց դե որ ես նայում ես չգիտեմ։ Շատ կուզեի որ մենք լավ ապրենք։ Դե լավ, հիմա մեր հաղորդման ֆորմատով արի շարունակի այս նախադասությունը։ Ես իմ անուշ Հայաստանի, ինչն ես սիրում։ Դու նախադասությունը ասա ու շարունակի։ Մարդկանց։ Դե ասա, ես իմ անուշ Հայաստանի։ Ես իմ անուշ Հայաստանի խելոք մարդկանց եմ սիրում։ Մենք էլ քեզ ենք շատ սիրում։ Դե շնորհակալ ենք, որ ժամանակ հատկացրեցիր եւ միացար մեզ։ Մեծ սիրով մասնակցեցի քո նախագծին, Շանա ջան։ Բարի ետ քո նախագծին։ Շնորհակալ եմ։ Եվ փայլուն ապագա եմ ցանկանում։ Շնորհակալ եմ։